Պարոն Կարապետյան, արցախցիների մասին մի քանի կարծիք։ Արցախի ներկայացուցչական շենքն է, չէ՞, Էրեվանի։ Ռոման Երիցյանը հայտարարեց դա ազատելու մասին։ Արդյոք այսպիսի տեղեկություններ կան արձագանքեք եւ մասնավորապես արցախցի զինվորականներից բնակարանները վերցնելու պահանջ արդյոք օրինակ նման զինվորականներ դիմել են ձեզ այդ հարցով եւ ընդհանրապես եթե արցախցիները իրենց այդ զույգ 70 ոդով մասնակցեին ընտրությունների դա ինչպես կազմել ընտրության արդյունքների վրա եւ ինչքանով է դա հակաօրինական 21 թվականին մասնակցել են չէ Հայաստան ընտրությունների իսկ ինչու հիմա չեն մասնակցում որտեւ այս իշխանության դեմքը իրենք արդեն տեսել են լավ է որ մեր մյուս հայրենակիցները այլ տարածաշրջաններում դեռ այնքան չեն տեսել ինչքան արցախցիներն են տեսել Փառք Աստծո որ տենց չեն տեսել իմ հետևում այո Արցախի ներկայացուցչությունն է իսկ գիտեք ինչու է այստեղ որովհետև սա երկու Հայաստանների ցուցիչ է այս շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող Արևմտյան Ադրբեջանի թատրոնը Բաքվում կա Արևմտյան Ադրբեջանի Երևանի թատրոն Երևանի ադրբեջանական թատրոն եւ այս շենքի վրա այս պահին ամբիցիա ունի այդ թատրոնը որը վերակառուցվել է Ադրբեջանում որի մասնաշենքերից մեկը 4 ամիս առաջ էլի բացվել է 4 ամիս առաջ էլի մեր աչքի առաջը մարդիկ աշխատում են այնտեղ եւ անունը Երևանի ադրբեջանական թատրոն գործող համացանցը բաց է բոլորը կարող են մտնել նայել ֆինանսավորումը կատարվում է պետության մշակույթի նախարարության կողմից բացմանը եղել է մշակույթի նախարարը երկրի Բաքվում Երևանի ադրբեջանական թատրոն Բաքվում է գործում Խորքային տեղեկատվություն դեռ չունենք, մեր թիմը եթե տեղեկատվություն լինի, անպայման կհրապարակենք։ Պարոն Կարապետյան, հիմա ինչ եք կարծում, ինչու դատարանի որոշմամբ Արցախի ներկայացուցչության շենքը անցավ հայկական կողմին, նպատակը որն էր էս։ Արցախի ներկայացուցչության շենքը արդեն հայկական կողմինն է վերջի 100 տարվա ընթացքում կամ երբ որ կառուցել է, բայց ասեմ Ադրբեջանը ցանկություն ունի մշակութային հիմնավորումներ անել Հայաստանում։ Ինչու է Ալիևը այդ հայտարարությունը հայտնի արել գիտնականների մոտ։ Ձեզ մոտ կարծիքը ի՞նչն է։ Ինչու գիտնականների մոտ։ Ինչու չի արել օրինակ այլ մասնագետ ինժեներների մոտ ինչու չի արել։ Որովհետև ասել է հիմք ստեղծեք, որ մենք ունենանք հավակնություն։ Դուք պետք է ստեղծեք հիմք, իր խոսքի մեջ կա բառացի կարող է հենց այս ձևաչափով չեք մենք կհրապարակենք, բայց թեզը հենց այդպես է հնչում։ Գիտնականները պետք է առաջամարտիկը լինեն, որպեսզի հիմք ստեղծեն։ Մյուս բանը, լավ, այս շենքը արցախցիների Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի կտոր է։ Այս շենքի վրա ամբիցիա ունի Ադրբեջանը որպես Երևանի ադրբեջանական թատրոն։ Մենք երկու իրականության մեջ ենք ապրում։ Երբ արցախցիներից ում հայրենիքի վերջի կտորն է, փորձում են սա վերցնել եւ նույն ժամանակ բացվում է, ֆինանսավորվում է Երևանի ադրբեջանական թատրոնը։